Փաշինյան ավտոբուսով գնաց գործի։ Մեր 2 կիլո կոկային կուլ տար փուչիկների մեջ։ Տուբուկավոր հրազենային ատրճանակ։ Նա կլիմատ կուրտկա թանի։ Իտալական թանկարժեք Ստեֆանո Ռիչի բրենդի բաճկոն է։ Բարև ձեզ, ողջունում ենք, սիրում ենք, գժվում ենք ձեզ համար։ Զգացմունքը այս, եթե սեր են անվանել, անդադար պատրաստ եմ ես այդպես լայքել եւ բաժանորդագրվել, որովհետեւ մենք գիտենք, որ մեզ ամսական դիտում է 250,000 մարդ, բայց բաժանորդագրվածը 152,000-ը։ Նենց որ բաժանորդագրվեք ու չասեք, որ շատ զբաղված եք, որովհետև մեր գործընկեր GTB Steel-ը համ գործարան է հիմնում Արարատի մարզում, համ հասցրել է բաժանորդագրվել։ Գործարան, որտեղ գերմանական տեխնոլոգիաները միաձուլվում են հայկական արմատուրայի հետ, դառնալով ամուր հիմք ձեր տան համար։ Մեր նոր գործընկեր Լուիսերը հանդես է գալիս նոր նախագծով բիզնես կենտրոն են կառուցում։ Էլի բիզնես կենտրոն, ողջ քաղաքը բիզնես կենտրոն է կհարցնեք դուք։ Ոչ թե էլի բիզնես կենտրոն, այլ Լուիսեր կենտրոն։ Սա լրիվ ուրիշ նշաձող է։ Ու ինչի պետք է ընկերությունները հենց այստեղ գնեն գրասենյակ։ Որովհետև ստեղ նախատեսվում է, որ կլինեն բոլոր հարմարությունները՝ ռեստորան, ջիմ, բժշկական կենտրոն։ Իսկ մեծ թիմերի համար այդքան տեղ կա։ Հենց մեծ թիմերի համար է 9 հարկ, ամեն հարկը 830 քառակուսի ու մշտական լույս եւ ջուր։ Դե ինչ ասեմ, հենց լույսերում էլ պետք է գնել գրասենյակը։ Եվ այսպես սկսենք հրատապ լուրից։ Փաշինյան ավտոբուսով գնաց գործի։ Ականատեսների պնդմամբ նա դա արեց գլխարկով, կրկնում եմ, գլխարկով։ Cause I don't give a fuck what you say. Yeah, I'ma do shit my way. So you can go kick rocks, I'ma stack bricks up, build what I want to make. Yo, I got a lot of shit to say, so I'ma do this every day. I'll be writing things until I'm fucking buried in my grave. 6 feet deep under, but my body won't decay. Cause my messages are timeless, so they'll put them on display. Oh yeah, I rap with the... Մի րոպե, էլի, բայց ախր սա լուր չէ, էլի, ինչ որ էլի թեմակցեց ու մենք ընկանք թակարդ, էլի գնացինք այդ լուրի հետևից։ Բայց դա լուր չի։ Բա ինչ պետք է լինի, որ դա դառնա լուր։ Դե չգիտեմ, գոնե ինչ որ լրատվականով գնա որպես, օ, լուր, նայեք։ Երկրի ղեկավարն այսօր աշխատանքի է գնացել հանրային տրանսպորտով, կանգառում եւ ավտոբուսում, զրուցելով մարդկանց հետ։ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ վերնակրել երկուշաբթի։ Okay, հիմա ինչ թե մարդը գնաց ավտոբուսով գործի ու հմեկը դա որպես լուր ներկայացրեց, դա դարավ իրական լուր։ Բա էլ ինչ պետք է լինի, որ դա դառնա լուր, լրատվություն։ Ինչ որ տես մի հատ ավելի լուրջ տեղով պետք է գնա, էլի։ Օրինակ սենց Փաշինյան ավտոբուսով գնաց գործի։ Ականատեսների պնդմամբ նա դա արեց գլխարկով, կրկնում եմ, գլխարկով։ No, արա տեսակ սովորական ավտոբուսով գործի գնալը դարավ լուր ու մենք ընկանք այդ թակարդը։ Ճաշա, այն չենք ընկնում այդ թակարդը լուրեր եւ այսպես Impeachment։ Իհարկե, impeachment-ը շատ լուրջ է, վաղ էմիսորն է, բայց դա չկաշկանդեց 35 համարի ավտոբուսի պասաժիրներից մեկին։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ առաջադրել է իր տեխնատությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ Դե վերջ բարեկամներ, 26 թվի ընտրությունների պայքարը սկսվեց շատ լայն։ Ու բաստիոնավարի լայն բաց են դռները ոչ ԿՊԱ-ականների համար։ Այո, ցանկացած հասարակ ավտոբուսից օգտվող վարչապետ կարող է ինքնաառաջադրվել։ Ինքնաառաջադրման համար անհրաժեշտ է կուսակցության էլեկտրոնային հասցեին ուղարկել ինքնակենսագրական, իսկ նրանք, ովքեր կուսակցական չեն, պետք է ունենան նաև ՔՊ վարչության առնվազն 1 անդամի երաշխավորություն։ Կուսակցության ղեկավար մարմինը վարչությունը կորոշի, թե դիմողներից ովքեր կանցնեն քասթինգը։ Դե վերջ ստանում ես մի հատ երաշխավորություն ու դառնում ես տեխնացու։ Իսկ հեշտ է ստանալ երաշխավորություն։ Արսեն Թորոսյանը, որ թե նախկին, թե այսնոր ձևավորված վարչության կազմում է, չի պատրաստվում որևէ մեկի համար երաշխավոր լինել։ Ես ինքս ոչ մեկին չեմ տալու երաշխավորություն, որտեղ ես կարծում եմ, որ հնարավորինս կուսակցական պետք է լինեն մեր ցուցակները։ Հա, բայց ասենք ինչ որ մի շատ տաղանդավոր մարդ է, որը ԿՊԱ-ական չի, ասենք Հովիկ Աղազարյանը, որը նաև դանվարկի խնդիր ունի, ասենք ուզում է ինքն է մասնակցի։ Ինչ չեք դա երաշխավորություն։ Աղազարյանին չեն ընդունել, որովհետև ինքը պետական գաղտնիք է բացել։ Ճիշտ է, տենց էլ չիմացանք, այդ ինչ գաղտնիք է, բայց մի տարիից ավելա գնում է այդ գործը ու սենց ոչ մի բան։ Իսկ այդ ընթացքում Ալիևը
մի փոքր խախտեց իրար մասին բորբոքող բաներ չասելու պայմանավորվածությունը եւ ասեց, որ ստեղ հողեր ունեն, պետքա վերադառնան ու մերոնք տվեցին հուշկու պատասխան։ Ասեմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում։ Որովհետև մեր նենք լրատվամիջոցները ընդդիմադիր կտրեցին դեմի մասը, որտեղ նա ասում է սիրելի ներքին լսարան։ Դրա համար տենց շփոթմունք առաջացել, որ բոլորի համար էր սա։ Դա համար այժմ պետք է սովորել, որ ամեն ինչի մեջ տեսնենք դրականը։ Տեքստի մեջ ազատագրելու բան չեմ տեսել, ընդհակառակը տեսել եմ, որ ասում է մենք պետքա մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի եւ այլ եւ այլ։ Նույնիսկ տանկերով չէ, մեքենաներով, կարող է դաժե էլեկտրամոբիլներով ու հիմա չէ, մի հատ լավ հաստատվի խաղաղությունը կարող է մենք ընդեղ գնանք, իրանք ստեղ գան, նո պետքա լավ հաստատվի խաղաղությունը, որ դրան հասնենք։ Ալիևը նաև ասեց, որ եթե խորանանք պատմության մեջ կարող է вообще Սևան բառը չլինի, այլ Գորիչա ելնի ու սրան չդիմացավ Ռուբեն Ռուբինյանը։ Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ որ կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը, փոխարենը կտեսնենք Գեղամածով կամ Գեղարքունյացով ու չենք տեսնի Ադրբեջան, շախ եւ մատ։ Այդ ընթացքում բարեկամներ, TV5-ը մի փոքր քակեց մեր նախորդ հաղորդման մեջ։ Այս անմեղ երեխեն տեսավ մի եկա ռեպորտաժ այնտեղ դրված դրա մասին, թե ոնց է ԿՊԱ-ական Արման Եղոյանը այդ Եվրանեստի ժողովում ասում, որ գերիների հարցը մեր օրակարգում չի, չէ, մենք դա չենք ուզում ու ընկավ ծուղակը։ Բարեբախտաբար սխալը նկատեց հենց բուն Արման Եղոյանը։ Արման ջան, իմ եւ TV5 հերոստալիքի ողջ անձնակազմի անունից հայցում ենք քո ներողամտությունը։ Ու բանը ասավ նրան, որ նույնիսկ TV5-ը ընդունեց իր սխալը, որը իր ասածը ոչ թե մի քիչ սխալ, այլ вообще լրիվ հակառակ ձև էր ներկայացնում։ Իդեպ սիրելի հեռուստադիտողներ, Հայլուրի հոկտեմբերի 30-ի թողարկման մեջ թարգմանական բացթողում ենք ունեցել, որի պատճառով ԿՊԱ-ական պատգամավոր Արման Եղոյանի անգլերեն խոսքը հայերեն սխալ է ներկայացվել։ Եվրանեստի Երևանյան նիստի մասին պատմող ռեպորտաժում մենք հայտնել ենք, թե Արման Եղոյանը հայտարարել է, որ իր քաղաքական թիմի օրակարգում ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջ չկա։ Իրականում, քանի որ ընդդիմությունը Եվրանեստի բանաձևի խմբագրման մեկ առաջարկով միանգամից անդրադարձել էր թե Բաքվում պահվող հայգերիներին, թե Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի երաշխավորմանը, Եղոյանը ելույթը բաժանել էր երկու մասի։ Հա, դե շատ դժվար է, երբ Եղոյանը իր ելույթը բաժանում է երկու մասի, ու թարգմանիչը, իդեպ արդեն գիտենք ում չենք շնորհավորելու թարգմանչած տոնի կապակցությամբ, միանգամից խառնվում է իրար։ Ոնց, ինչ որ մեկն էր հիմա։ Արա հիմա TV5-ի ասածներից որ մեկին հավատանք, որովհետև նաև ասում են, որ Քոչարյանը այդ ալիքով երբեք չի կերտել ընտրություններ։ Հիմա դες կավոկասի մեջ, եթե Նատալիա Օրերոյի հայերեն թարգմանած վավերագրական ֆիլմը չլներ ձեր ալիքով, հիմա չգիտեի ինչ է։ Մենակ Նատալիա Օրերոն է փրկում, որ ես չզարանամ։ Հա? Արման Եղոյանը իրավացիորեն հերքում է պահանջել։ Սիրելի հեռուստադիտողներ, ընդգծենք, որ մինչև նրա այդ պահանջն էլ Հայդուրի խմբագրակազմը նկատել էր սխալմունքը եւ այդ ռեպորտաժը հեռացրել էր սոցիալական բոլոր հարթակներից։ Հասկացաք Եղոյան, իրանք այդ մարդը չեն, որ ակնհայտորեն կեղծ ու զրպարտիչ տհաճ լուրը տան ապաշխարաբար եթեր։ Դու քո ազատության պահը ասա, հա։ Okay, well, անցած հաղորդման մեջ նաեւ ասեցի, որ ոչ մի լրատվական չանդրադարձավ այն հոսանքի ժանցման թեմային։ Պարզվեց ազատությունը անդրադարձել էր եւ պահանջվում է մեծ խիզախ եւ լուսավոր մարդ, որ կարողանա ընդունել սեփական մեղքը ու այդ մեծ խիզախ մարդը ես եմ։ Ուղղակի 38 րոպեանոց ռեպորտաժ էր, կարելի էր, չէ՞, այն 7 առանձին Ուկրաինայի մասին ռեպորտաժների արանքում մի հատ փոքրիկ ռեպորտաժ մենակ այդ հոսանքի թեմային լինի։ Իդեպ մեր ձևով ենք նորից պահանջել են Լուիսի գնի էժանացում։ Դիմը ներկայացացինք արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարկ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Եվ կրկին անգամ դիմումը խնդրեցինք վերանայել սակագինը։ Հիմա նայեք, քանի որ Թունյանը ԿՊ-ից ասում է, որ սա 20 լումայի մասին է խոսքը, լավ կներ կողքից մի հատ փորձագետ ներգրավեիք, վերլուծեր ասեր մի բան, որ ազատությունը միշտ անում էր։ Կամ եթե вообще ոչ մեկին մտքով չեք անցկացնում, Դանիել Յովհաննիսյանի համար հա, այնտեղ նստած սպասում է այդ մա։ Դա ինա Թունյանը ինչ ասում, սա լուրջ չի, հա։ Ամեն ընտանիքի հաշվով հոսանքի ծախսը կարող է նվազել մաքսիմում 50-ից 60 դրամով։
Այն ընտանիքների դեպքում, որ ասենք օրինակ մեծ սեփական տուն ունի, կարող է ազդեցությունը լինել, ասենք 200 դրամ, բայց փոքր բնակարանի դեպքում կարող է անգամ 20-ից 30 դրամով լինի այդ ազդեցությունը։ Ըհը, դե հիմա սպասում ենք Թաթուլ Մանասարյանը գասպիտակ ձիով ու բացատրի ինչ է իրականում կատարվում այս լույսի գնի շուրջ։ Իսկ այն ընթացքում ԿՊ-ի ցուցակով առաջադրված մի մարդ պայթեցրեց մեր պատկերացումները Էստոնիայի թվայնացման մասին։ Ես հիշում եմ տասնյակ քննարկումներ, երբ որ ասում են, որ Էստոնիայում էսպես է, Էստոնիայում էսպես է, Էստոնիան էսպես են արել, Էստոնիայում էսպես են անում, էսպես։ Ես եղավ, որ անցած տարի պաշտոնական այց ունեցա Էստոնիա եւ ինձ հետ հավաքել էի իմ Հայաստանում իմ հավաքած տեղեկություններ Էստոնիայի թվայնացման մասին։ Ես առիթ ունեցա, ճիշտ է, որ ձեր մոտ էսպես է, ասում են չէ, ճիշտ է, որ ձեր մոտ էսպես է, ասում են չէ։ Դե մի հատ պետք է հայ-էստոնական թվայնացման համաժողով կազմակերպել Երևանում, որ տենանք ոնց են անում էստոնացիները, որ բռնենք, մենք էլ տենց անենք։ Դե դա արեցին, որ պարզեն ոնց են էստոնացիները 20 տարի առաջ, 20 տարի առաջ դա արդեն արել, բայց դա արեցին։ Դե կարևոր, всё, ես էդ էի ուզում, արեցին, Հա, մերսի։ քանի բռնել ենք սենց Էստոնիայի պոչից, եկեք մի երկու բան էլ պարզենք։ Կարող է վիզաներն էլ արագ ազատականացնեն։ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավական ակտիվ աշխատանքներ ունենք այս շաբաթ։ Ի վերջո պաշտոնապես կստանանք արդեն գործողությունների ծրագիրը եվրոպական կողմից փոխանցվող եւ արդեն գնդակը կլինի Հայաստանի Հանրապետության դաշտում։ Ախ, արդեն զգում եմ կրուասանի հոտը Էֆելյան աշտարակի տակ պպզած արաբական գեղեցիկ աուրայի Կարող է շատ մեծ միանգամից չասենք ազատականացնեն։ Գոնե տենց մի ամիս հետո տան վիզաները, ոնց որ են պիղծ ժամանակները, երբ մենք շատ հեռու ենք Եվրոպայից։ Գոնե այդ գա։ Լավ, քանից էս դրական բանի մեջ մտանք, եկեք մի հատ էլ բարի լուր։ Օրերս պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները էլեկտրոնային առևտրի եւ օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Հայփոստ Փակbaşնտիրական ընկերության միջոցով Իսպանիայի թագավորությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծված երկու առաքանի։ Արդյունքում կենթանիների համար նախատեսված միանման ներքնակներից հայտնաբերվել են 178 գրամ եւ 250 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակներ, լցված կոկային տեսակի թմրամիջոցներով։ Այս սենց ալնում, որ ալարում ես կուլտուրական նորմալ մարդու նման 2 կիլո կոկային կուլ տար փուչիկների մեջ ու տենց բերել զվարթնոց։ Դե ովքեր են այդ կուլտուրական մարդիկ, ովքեր ֆայմել են շատ ակուրատնի Հայփոստով պատվիրել կոկայինը։ Հիմնավոր կասկածով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ԱՍ-ն եւ ԱԵ-ն։ Նրանցից մեկը անձնակախուլարկության ընթացքում ներկայացրել է իսկավորված թմբուկավոր հրազենային ատրճանակ։ Հիմա ինչ սա ոչ մի ձև չեն կապելու կաթողիկոսի հետ։ Բացառված չի, որ պատվիրողները հայրաքելական եկեղեցու հետևորդներ են։ There you go։ Բայց իրականում այնքան հաճելի է նայել, ոնց են բռնում նարկոբարիկներին, սա կարելի է անverջ նայել։ Հայփոստի անվտանգության աշխատակիցների հետ համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներ շարունակվել են։ 250 գրամ կոկային տեսակի թմրամիջոցի փոխարեն այլ զանգվածներով փոխարինված միջազգային սուրհանդակային առաքանի ստանալուց հետո Դիլիջան քաղաքում էլ ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի։ Նենց է անում մարդ վախենա Հայփոստից բան պատվիրի։ Բոլոր թմրամոլներին խորհուրդ ենք տալիս զբաղվել սպորտով, ինչի համար պատիժ չի հասնում։ Չնայած, այո, խիստ արդեն կարգավորվելու է նաև դա։ Ինչ։ Այո, կաչայտը խստացնում են։ Հանրային քննարկման ներկայացված նախագծով ֆիթնես կենտրոններին եւ մարզասրահներին նոր պահանջներ են ներկայացվում։ Առաջարկվող փոփոխություններից մեկով, օրինակ, յուրաքանչյուր մարզվող պետք է ունենա 5 քառակուսի մետր տարածք։ Մարզասարքերը պետք է լինեն սերտիֆիկացված։ Վերահսկողությունը կիրականացնի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Հիմա ինչ ես էլ չեմ կարեմ սովետական գանտելներով պարապեմ։ Կարաս, բայց քո տանը, եթե մտնում ես ֆիթնես դալիճ, ընդ արդեն պետք է եվրոպական ստանդարտներով պարապես։ Դե կլինի այդ վիզաները Եվրոպայի ազատականացնենք, հետո նոր, այն պոչը, այն ամենաքիչ կարևոր բանը, ջիմի խստացումը եվրոպական ստանդարտներով թիթիզ նոր դա ներմուծենք։ Արա քո համար են անում, որ դու լավ պայմաններում պարապես։ Հա, ու մի հատ էլ Ժան-Պոլ անունով տղա միշտ ստրախովկա պետք է անի, որ պարապում է։ Լավ է։ Մեկ պարապողին պետք է հատկացված լինի առնվազն 5 քառակուսի մետր տարածք։ Ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի բարձրությունը պետք է լինի 4-ից 6 մետր։
Ու թող պրոտեինով կրուասաններ անպայման լինեն այնտեղ միշտ դրած։ Մնացեք մեզ հետ, երկրորդ մասում պարզելու ենք ինչ արժի կուրտ կան աշխարհի ամենաանհավանական 6-ի վատնումները եւ գաղտնի կառավարության որոշումներ։ Մեր շունը չի կծում, ինքը գիտեք ինչքան բարի է, շատ խելացի է։ Եվ այսպես դուք ունեք շուն, ու դա հրաշալի է, դուք իրան սիրում եք աշխարհի չափ, նա ձեզ ավելի շատ։ Ենթադրենք ձեր շունը իրոք չգիտի կծելի, ինչա երբեք չի հարցակվել, իսկ ատամները զուտ դեկորատիվ են։ Գիտեք ով չգիտի ձեր շան ողջ կենսագրությունը։ Ցանկացած պատահական անցորդ։ Երբ ձեր Rottweiler-ին, Staffին, Doberman-ին չեք կապում, այն դիմացինը հո չգիտի, որ ինքը աշխարհի ամենաբարի, սիրուն համով շունն է։ Ինքը տենում է զուտ ձեր շանը։ Մի քիչ պատասխանատու եղեք, կապեք ձեր շանը, դրեք դնչկալ, եթե օրենքը այդ տեսակին դա պահանջում է։ Ընդհանրապես դուք պետք է մտածեք հանգարց ոչ մեկին ոչ մի բան չլինի, ոչ թե անցորդները։ Էլի, ձեր շունը ամենալավ բանն է, որ երբևէ քալել է մոլորակի վրա, բայց լիքը մարդ դրա մասին չգիտի, կամ ինչ որ վատ փորձ ա ունեցել, կամ вообще ուղղակի կատու է սիրում։ Արխային մի հանեք ձեր շներին փողոց, ինչպես բաց կթողնեք ձեր տանը։ Մի քիչ ուրիշների մասին մտածեք։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Գիտես, չէ, վերջի անգամ գնացի կինո, ուզում էի տոմս առնեի, մտածում էի կինոն արդեն սկսվել է ու տենց է չհասցրեցի տոմս առնեմ։ Որովհետև դու ticket system-ով չես առել։ Դու հերթի մարդ ես, իսկ մարդիկ արդեն ապագայի մարդիկ են։ Բա ոնց են անում։ Ներբեռնում ես ticket system հավելվածը, ընտրում ես կինոն, որ ուզում ես նայես տեղը, ու տոմսը էլեկտրոնային ավտոմատ գալիս է։ Ու պետք չէ անպայման կինո լինի, կարա ներկայացումը լինի, համերգ լինի, մի խոսքով ամեն ինչ։ Հեշտ ես ասում Նարեկ, բա որ մարզում լինեմ։ Հեշտ եմ ասում, որտեղ կապ չունի, մարզում ես թե չէ, մարզային բոլոր պրեմիերաները, ամեն ինչ, բոլոր տոմսերը մի հավելվածով կամ կայքով։ Նախքան կարևոր լուրերին անցնելը fashion լուրեր մեր եթերում։ Սպասեցիր Fashion Week Երևանում անցնի նոր անցնես fashion-ին, հա։ Fashion լուրերը իրանք հրատապ են, իրանք ցես ուղղակի հայտնվում են ու այո բարեկամներ, այսքան ժամանակ մենք չգիտենք, որ մեզ հետ Հայաստանում բոկ օբոկ ապրում է իկոնը ստիլը։ Factor TV ուշադրությունը գրավեց նախկին վարչապետի Հակի Բաչկոնը, որ ինչպես պարզել ենք, կարված է կոկորդիլոսի եւ եղջերուի կաշվից։ Համադրելով բոլոր դետալները կարողացել ենք այն նույնականացնել։ Ըստ ամենայնի Հովիկ Աբրահամյանի Հակին իտալական թանկարժեք Ստեֆանո Ռիչի բրենդի բաճկոն է, որը բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համաձայն արժե 2.650.600 ռուբլի։ Դա համարժեք է շուրջ 12.7 միլիոն դրամի կամ $33,000։ Չհամաչեցիք, ստեղ հիմա գինն է կարևոր, թե այն statement-ը, որը անում է Հովիկ Արգամիչը այդ կուրտկայով։ Հովիկ Արգամիչը իր կտրուկ ոչն ասում կենթանասեր ակտիվիստներին, ովքեր լծի տակ են պահում ժամանակակից fashion ինդուստրիան։ Նա ասում է ես կարող եմ հոսանքին հակառակ գնալ, ես կարող եմ տարբերվել։ Իր պերճախոս fuck you-ն բոլոր կենթանասերներին կամ ուղղակի իրան դզելա կոկորդիլոսի կոժը։ Հա, կամ Սերգեյ ասածը։ Ինչպես նշվում է բրենդի պաշտոնական կայքում, Ստեֆանո Ռիչիի բոլոր ապրանքները բացառապես բարձրակարգ նյութերից են, 100% պատրաստված է Իտալիայում սկզբունքով։ Ապրանքների մեծ մասն արտադրվում է Ֆլորենցիայի նահանգի Ֆիեզոլե քաղաքի բլուրների վրա գտնվող գործարանում։ Հա ինչ Factor TV, դուք սպասում եք, որ նախկին վարչապետ մարդ պետք է հակներ կակոյնի բուչ կուրտկա, որը կարվել է Ֆլորենցիա նահանգի Ֆիեզոլե հովիտներում, հա։ Հո դուք խայտարակ չեք, մտածում եք, որ հովիկը հովիտում կարված կուրտկայով պետքա գար, հովիտում կարված կուրտկաներ տեսել եք, նայեք հենց այդ կուրտկա թանի։ Լավ ամո։ Հələ մի հատ թանի։ Հեսա, ինչքան ես տվել սրան։ Սրան ես տվել եմ 33,000 դրամ Springfield-ում։ Չգիտեմ ինչի ձեզ խառնեցինք այս պատմության մեջ, իրականում ոչ մի ալիգատոր կամ վելոցիրապտոր այս կուրտկան կարելուց չի տուժել։ Հիմա ինչ մտածում եք, որ վարչապետ, նախկին վարչապետ մարդը պետք է սենց կուրտկով, հա, սենց կուրտկով գար դատականիստին, չնայած տրամաբանական կլներ, որ թալանի մեջ մեղադրվող մարդը մի քիչ ավելի սենց հովիտի կարած կուրտկայով գար դատին, չնայած մյուս կողմից էլ կարող է ուրիշ տեղ չունի այդ լավ կուրտկանը հագնելու, վերջապես առիթ է, դատարան ու տոնական տեղ։
որի տարածքը գերազանցում է 9000 քառակուսի մետրը։ Իդեպ Ստեֆանորիչի Երևանյան խանութի գործունեությունը տարիներ շարունակ կապվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ։ Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հագին նաև Զիլի բրենդի վերնաշապիկ է, սակայն այն չկարողացանք նույնականացնել, քանի որ տարածված տեսանյութերում երևում է միայն դրա փոքր մասը եւ գրվածքը։ Զիլին եւս տղամարդկանց հագուստի հայտնի եւ թանկարժեք բրենդ է։ Բայց ոնց կարար նման Զիլ գործիչը հագներ ինչ որ այլ բրենդի շապիկ։ Հիշեցնեմ, որ էտեն մարդն ա, ում նայեց Սերժ ու ասեց. հրաշալի տեխնացու վարչապետ լինելու համար զիլ մարդ, մինիմում 3% տնտեսական աճը տարեկան մեջն է։ Իդեպ թիվ, որին սրընթաց մոտենում է այսա Գևորգ Պապոյանը։ Բայց դու ջոգեր ոնց այդ մի հատ կուրտ կան, երկու նախագահ խառնեցես պատմության մեջ, Ստեֆանորիչին մի կողմից, բանը ՀՀԿ-ն մյուս կողմից։ Բայց այդտեղ հանցագործություն չկա։ Իրական հանցագործությունը էս լուստրան է ու աթոռները։ Աբրահամյանը նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով է անցնում։ Ըստ դատախազության Աբրահամյանից պետք է բռնագանձվի 59 անշարժ գույք, ինչպես նաև խոշոր առանձնատներ եւ բնակարաններ Ջերմուկում, Սևանում, Դիլիջանում եւ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Սենյակ, որտեղ երբ մտան Կիրկորովն ու Լյուդովիկոս 14-րդը ասին Արգամիս ջան, նու չէ էլի, այսի too much է մի տեսակ։ Սենյակ, որտեղ մտավ Բիլ Գեյթսը ու իրան զգաց չոլի նիշիբրոդ։ Սենյակ, որը եթե հալացնենք, Հայաստանը ոսկի արտահանող գիգանտ կդառնա։ Նախկին պաշտոնյայից պետք է պետականացվի նաև 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ եւ բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ, ընդհանուր 1 միլիարդ 630 միլիոն դրամի չափով, ինչպես նաև ընկերությունների ընտրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք, բացի այդ 21 միլիարդ 202 միլիոն դրամ։ Նու հա, կամ այդ սաղ պետք է օտարեն, կամ այդ աթոռների մոտավորապես կեսը։ Բայց սաղ որ օտարեն, սա տալու են ժողովրդին, չէ։ Իհարկե տալու են ժողովրդին կամ կառավարության գաղտնի որոշումներով ժողովրդին նպաստող ծրագրերին։ Ինչ գաղտնի ծրագրեր։ Դրանցից մեկը ոնց որ բացահայտվեց այս վերջերս, Նարեկ ջան։ Ֆակտոր TV-ն բացահայտել է, որ կառավարությունը 207 միլիոն դրամ է հատկացրել Վարդան Ազատյանի հիմնադրած հասարակական կազմակերպությանը։ Ըստ Ֆակտոր TV-ի ուսումնասիրած փաստաթղթերի Ազատյանին այդ գումարը հատկացվել է 2020-ից 2025 թվականների ընթացքում ուշագրավ է կառավարության գաղտնի որոշումներով։ Մի րոպե, ով է Վարդան Ազատյանը։ Կհարցնեք դուք։ Չէ, ես եմ հարցնում, ռեալ ով է։ Հա, ինձ թվաց լրագրողի վրա կգնդրանանք, որ հայլու մեջ իրանց էս նկարվում, բայց Վարդան Ազատյանը 4-րդ հանրապետության ամենակարևոր առանցքային գրողներից մեկն է։ Դու вообще կարդացող չես, հա։ Նա 2019 թվականին հեղափոխության 1 ամյակի արդիվ հեղինակել է «Ովքեր արեցին հեղափոխությունը» ստեղծագործությունը։ Ֆակտորայեմն այսօր փորձեց ծանոթանալ բովանդակությանը, սակայն մի քանի գրախանութներում հայտնեցին, որ գիրքը վաճառքում չկա։ Իհարկե չկա, որովհետև սրբել են խանութներից, որովհետև բոլորը, հատկապես 20 թվականից հետո ուզում էին իմանալ, արա, ով արեց այդ հեղափոխությունը։ Ու ինչով է զբաղվում ՀԿ-ն, որին $500 միլիոն ընտվել գաղտնի որոշումներով։ Հիմա պատրաստվի լսել քո կյանքի ամենաընդհանուր տեքստը։ Կազմակերպությունը հատկապես կենտրոնանում է նոր ժամանակների եւ արդի շրջանի պատմական ու մշակութային գործընթացների ուսումնասիրության վրա, միաժամանակ զարգացնելով հայաստանյան եւ սփյուռքյան գիտական կապերը։ Պատմական ժամանակաշրջանի իմաստով ինստիտուտը չունի հետազոտական համանախապակումներ, բայց առաջնահերթություն է տրվում նոր ժամանակներին կամ արդիությանը վերաբերվող ուսումնասիրություններին։ Ես հասկացա ամեն ինչ, բացի նրանց ինչով է զբաղվում այդ ՀԿ-ն։ Դե իրանց հետ քննարկել են կրթվել է նորաձևված ծրագիրը։ Հա, դե ուրեմն այդ $500 միլիոն դոլար, որը իրականում Հովիկ Աբրահամյանի երկու աթոռների գնին է լրիվ արդարացված է։ Դե գնանք ուրիշ ինչ որ սկանդալ գտնենք, գնանք դրա հետևից։ Բեցը միլիարդների վնաս է տվել։ Նարեկ, երևի նկատում ես հեծը, բեցը ո՞րն է։ Բեցը հեծի գերշ քույրիկն է։ Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է հեծի պետականացման ճանապարհով, 60 միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, գողություններ եղել, որոնք չեն բացահայտվել։ Վերջին 7 տարում բեցում արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի վնաս, կանոնադրական կապիտալի մոտ 10%-ը։ Առ այսօր մեղադրյալներ չկան։ Այս ընթացքում պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերադարձվել է ընդամենը 8%-ը, 207 միլիոն դրամ։ 26 միլիարդ դրամ, այդ քանի Հովիկ Արգամիչի կուրտկա է։ Այդ բարգամներ կազմում է 207 Հովիկ Արգամիչի կուրտկա կամ
78700 այս իմ կուրտկայից, որը լրիվ նորմալ Արակոտրյապկան հերիքը մեջ բերես։ բերես։ Ինչի ենք вообще խոսում հեցի մասին, արա կենտխի չեք կպնում բեցից ուրեմն։ Որտեվ բեցը կառավարություն է։ Այդ թեմա որ շատ խորանային մեկա դուրս են գալու իրանք իրանց վրա։ Ու բացի դրանից հասարակ ժողովուրդ են, ժողովրդի ծոցով աշխատանքի ավտոբուսով գնացող ժողովուրդը մեկա բեցի բոլոր ֆեյլերը վերագրում է ավտոմատ հեցին։ Երեք ես մասնակցում էի կոմպլեքս հիպերմոլի բացման արարողությանը եւ բացման արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց, բայց ակնհայտ է որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ կառավարումը։ Հեցի պետականացման գործընթացի մասին ազդարարվեց հունիսի 26-ի նիստին, բայց հոսանքազրկման պատճառը ոչ թե մասնավոր հեծն էր, այլ պետական բեցը։ Այսենց հեցի անունն ա հելել, լույսի հետ ինչ նման մարդիկ վերագրում են հեցին։ Այդ ոնց որ արագաչափերի ու կամերաների Security Dream ընկերությունը ինչ հաթե տիրոջ անունը Սաշիկ էր, իրականում Ալեքսանդր, ասում են, Սաշիկինն է, իդեպ այդ գործը ինչ եղավ։ Այդ արդեն վերադարձվեց ժողովրդի ծոց։ Այդ եկել է։ Այդ կուրտկանը տեղից է քո։ Բեցի տնօրենի խորհրդական Սարգիս Թևոսյանը անդրադառնալով քրեական վարույթների հիմքում դրված ուսումնասիրություններին նշեց, որ բեցն այն ժամանակ տրամադրել է պարզաբանումներ։ Պարզաբանումներ ունենք տրամադրած տարբեր կառույցների, նմանատիպ ֆինանսական չարաշահումների մասին խոսք չկա։ Պարզաբանումը տվել են, հիմա ինչ կասես, այ բեց։ Բեցի պարզաբանումները չեն գոհացնում Բաբկենին։ Բաբկենը ով է։ Բաբկենը մեր ընկերն է։ Իրազեկ եւ պաշտպանված սպառող հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ բեցի կառավարման արդյունքում ընկերությունում հետընթաց է գրանցվել ի տարբերություն հեցի։ Եթե հեծում դրական տեղաշարժը քիչ է, որից կարելի է դժգոհել, ապա բեցում որոշ դեպքերում ունենք հետընթաց։ Չնայած արձանագրված չարաշահումներին 2019-ից 24 թվականն ընկած ժամանակահատվածում բեցի ղեկավար կազմի աշխատավարձերի եւ պարգևատրումների տարեկան ֆոնդն աճել է մոտ 33%-ով, 86 միլիոն դրամից հասնելով 114 միլիոն դրամի։ Դե աշխատավարձները բարձրացրել են, որ մոտիվացիան բարձրանա, որ ավելի լավ աշխատեն ու դա բերի բեց պրեցեդենտի լավ արդյունքների։ Տրամաբանական որ սաղ բացատրեցին, ես սաղ հասկացա, ու вообще տարօրինակ կներ, որ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում ցածր աշխատավարձներն են, պարգևավճարը լրիվ նորմալ է, երբ արվում է ողջամիտ սահմաններում։ Որոշ պոակների տնօրեններ շատ ավելի առատորեն են օգտվում սրանից, նկատի ունեմ արտաբյուջետային միջոցներից, եւ ձեռքս ընկավ մի հաշվետախտակ աշխատավարձի պոակների տնօրենի, որտեղ Գառնու պոակի տնօրենը 5 միլիոնի պարգևավճար էր ստացել։ Դե կարող է լավ աշխատել, կարող է այնքան լավ է նայել Գառնին, որ մարդիկ գալիս նայում են ու вообще մոռանում են Գեղարդ գնալ։ Գիտես ինչ, այն TV5-ի ինցիդենտից հետո արդեն ես կաշկադվում եմ լիաթոք վստահել ընդդիմությանը։ Հուսով եմ Տիգին Գասյան ոչ մի բան չեք խառնել, միասին կշոկահարվենք այս դեպքից, բայց հետո չպարզվի էլի, որ ասենք 5 միլիոն դա սա աշխատակազմի ներկամ։ Ինչ որ մի հատ այտենց բան, don't TV5 this։ Լավ, մի հատ հանգստացի, մեզ ինչ որ մի հատ լավ հանգստացնող բան է պետք, որ մեզ կվերադարձնի հին ու բարի ժամանակներ։ Երբ խոզի շարման 700 դրամ էր ու կասկադի սալատներում ավոկադո չկար։ Չէ, 500 դրամ էր ու հա, ավոկադոն չկար։ Նստել եմ Արկադի Պայդյանի հետ, ով ժառանգության տեխնազուն է Վաղաշաբադի քաղաքապետի, շատ բարդաջանակ եւ մի մարդ, ով իր հավաքականի հետ, Այցեմնիկի, Անուշի, Մրազի եւ բոլոր մնացածների հետ հայտ են ներկայացնում բոլորից ազատ, բոլորից անկախ աբակա ցույց տվող մի ճանապարհ առաջարկելով Էջմիածնի, Վաղաշաբադի քաղաքի եւ հարակից գյուղերի ժողովրդին։ Yes, Ռաֆի Հովանեսյանն է վերադարձել։ Պարոն Հովանեսյան, Էլվիսն էր զանգել, ասում է այդ բակերը պետք չի վերադարձնել, շատ էլ ձեզ սազում է։ Հին ու բարի Ռաֆի Հովանեսյանը Վաղարշապատի ընտրապայքարում, դե սպասում ենք են կայֆ հին ֆրազեչկաներից։ Ոչ մեկից գախյալ չլինել։ Սեփական խիղճը, Աստված, հայրենիք եւ օրենք եւ իրավունքի իշխանություն։
Շո, ես առանց ծրագրին ծանոթանալու քվերքում եմ այդ մարդուն, ում որ սատարում է rock and roll-ի արքան։ Oh, well, bless my soul and what's wrong with me? Վաղաշապատից չես ուղարկեն, Շատ իզուր։ Ու չնայած rock and roll-ի արքան չի պահանջում իր բակերի հետ, գիտեք ով է պահանջում 2000-ականների սկզբի Նարեկը։ Շատ լավ։ Արի ես նոտավել ավարտենք, որ ցած լավ համը մնան բերաններս, հա։ Մնացեք մեզ հետ։ Մնացեք։ Զանգուն ընտանիքի այն սերունդն է, որ պահպանում է նախնիների արժեքները, բայց իր ոճով է շարունակում պատմությունը։ Պատրաստված Արենի խաղողի տեսակից ներկայանում է կարմիր, սպիտակ, չոր գինիներով։ Առանձնանում է թեթևությամբ, նուրբ բույրով եւ մաքուր համային կառուցվածքով։ Զանգուն հարմար է ժամանակակից ոճը նախընտրող մարդկանց համար, ովքեր գնահատում են չոր ու դասական համը։ Նոր սերունդ շարունակելով լավագույն ավանդույթները։ Ոնց որ զգացիք, չէ՞, մեկ էլ հմեկի ավանդույթը խոսալու, ոնց որ կապեցինք։ Մեր լավ գործընկեր Sky Motors-ը հանդիսանում է GMC, Suzuki եւ Mazda-ի ներկայացուցիչը Հայաստանում։ Ու այդ կապակցությամբ ձեզ է ներկայացնում իր նոր հասցեն թույն նորություններով։ Ունեն ընդարձակ սպասարկման կետ, ներկելու ծառայություն։ Ու գիտեք ամենակայֆը որն է, մենակ իրանց ավտոներին չի սա վերաբերում, ցանկացած մեքենա կարա գնա եւ սպասարկվի։ Ու սրա համար ուր ենք գնում։ Թբիլիսյան 20։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Բարի լույս, սպորտ։ Բարի լույս։ Տեսա՞ր Նարեկ, Արեն Սիմոնյանը ընդունեց իմ հրավերը եւ գալու է լուրջ կաստ։ Իդեպ դու կարաս գաս։ Արի կնստես կմասնակցես։ Ես էի գրել այդ հրավերը։ Այդ ես էի գրել։ Նայեք, Patreon-ում այս անգամ ուզում ենք քննարկել ավելի կոնկրետ, մեզ մի 3-4 հարց են ուղարկել, բայց վստահ ենք, որ լուրջ կաստից հետո լիքը հարցեր առնելու, բայց շատ վատ եմ հայերեն խոսում իրականում։ Լիքը բան ա գրվելու, որ ինչի այս հարցը չտվեցի կամ այն հարցը չտվեցի։ Հիմա կարող եք կամ Patreon-ում կամ ոչ Patreon-ում մեզ գրել այն հարցերը, որ կուզենաք հնչել։ Հա, բայց նշ չի որ բոլոր հարցերը տալու ենք, էլի, որովհետեւ ես տեսնայություն եմ, մի քանի կարտում ապշի իր հետ կապ ունեի։ Լավ հարցեր։ Նոր ակցիա, միացեք Arm Comedy Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն։ Հենց հիմա։